1904 թվականի ապրիլի 13-ին է զոհվել դաշնակցական Սասունի ինքնապաշտպանության կազմակերպիչներից Հրայր Դժոխքը։ Նա ծնվել է 1864 թվականին Սասունի Ահարոն գյուղում։ Ուսումը ստացել է Մշո Սուրբ Կարապետ վանքում, իսկ հետո դարձել է ուսուցիչ, սովորեցնելով ոչ միայն գրքեր, այլ նաև ազատության գաղափարը։ Դաշնակցական էր, հայեղափոխական դաշնակցության ամենահամարձակ գործիչներից մեկը։ Նա կռվեց, կազմակերպեց, ոգեշնչեց բազում ֆիդայական շարժման մասնակիցների։ Հրայր Դժոխքի երազանքը ազատ Հայաստանն էր, որտեղ հայը գլուխ չէր խոնարհի թշնամու առաջ եւ չէր ապրի նրա լծի տակ։ Հրայր Դժոխքը հյուսիսային ճակատի հրամանատարն էր Սասունի ապստամբության ժամանակ։ Նաեւ ինքնապաշտպանության զինվորական մարմնի անդամ էր, որը ղեկավարում էր Անդրանիկը։ Նա անկավ հերոսի պես 1904 թվականի ապրիլի 13-ին Սասունում թուրքական բանակի դեմ կռվելիս, փրկելով իր զինակի զորավար Սեփուհի կյանքը։ Նրա անունը դարձավ հերոսության, պայքարի ու անձնազոհության խորհրդանիշ։ Հրայր Դժոխքին պատկանող իրերը եւ նաեւ նկարները կարող եք տեսնել Հույդա պատմության թանգարանում։